Սիրելի վաղավշապացիներ, վաղավշապատ խոշորացված համայնքի իմ շատ սիրելի բնակիչներ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ, որ այսօր միացել եք մեր երթին, սա առաջին հերթին միասնության երթ է, սա մեր գաղափարի երթն է։ Շնորհակալ եմ։ Ես չնայած պարոն նախարարը քննարկեց շատ աշխատանքներ, այնուամենայնիվ ես պետք է անդրադառնամ մի շարք աշխատանքների, որոնք իրականացվել են Խոյ համայնքում մասնավորապես իմ կառավարման տարիներին։ Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել որպես ամփոփում Քարոզարշավի այս ամբողջ ընթացքում Էջմիածին քաղաքում եւ Վաղարշապատ համայնքի բոլոր գյուղական բնակավայրերում մեզ ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Շնորհակալ եմ, իսկապես այս ծափահարությունները ձեզ։ Հավատացեք, մեր բոլոր հանդիպումներում, չնայած դրանցից շատերում քննարկվել են շատ խնդրահարույց հարցեր, խնդիրներ, որոնք որ դեռ ունեն մեր համայնքները, այնուամենայնիվ մենք բաժանվել ենք մեր հայրենակիցներից մեծ սիրով եւ գրկախառնությամբ, եւ դա մեծ հզոր էներգիա եւ դրական լիցքեր է տվել մեզ։ Մի փոքր անդրադառնամ արված աշխատանքներին, մասնավորապես խմելու ջրի հետ կապված։ Մենք Խոյ համայնքում առաջին իսկ տարում ձեռնամուխ ենք եղել Ծաղկալանջ գյուղում ամբողջությամբ նոր խմելու ջրամատակարարման համակարգի անցկացնելու եւ իրականացմանը։ Վիոլա ջուր ընկերության հետ ավելի քան 207 կիլոմետր ռոռոկման ջրի համակարգ ենք արդիականացրել Դողս գյուղում։ Արագած գյուղում այժմ ընթանում են ամբողջությամբ նոր ջրամատակարարման ցանցի անցկացման աշխատանքներ, առաջիկա ամիսներին դրանք կավարտվեն։ Արշալույս հայթախ Հովտամեջ եւ Ոսկեհատ բնակավայրերում 2026 թվականի տարեսկզբին կսկսեն ամբողջությամբ նոր ջրամատակարարման համակարգի անցկացման աշխատանքները։ Ռոռոկման ջրի հետ կապված խորքային հորեր, արշալույս հայթախ Գեղակերտ գյուղերում թվով 7 խորքային հորեր են վերականգնել ռոռոկման համակարգի խնդիրները թեթևացնելու նպատակով։ Մրգաստան գյուղում մեկ ռոռոկման հորի ավարտական աշխատանքները վերականգնման աշխատանքները ավարտական փուլում են գտնվում։ Արշալույս հայթախ Գեղակերտ, Հովտամեջ, Ծիածան, Ծաղկունք, Դողս, Անվերջ, Ծաղկալանջ գյուղերում 20 կիլոմետրից ավել պետական եւ համայնքային միջոցներով ռոռոկման ջրանցքների, առուների, բետոնե կիսախողովակների անցկացման աշխատանքներ են իրականացրել։ Լուսավորման համակարգ Շահումյան գյուղը ամբողջությամբ, որ նախկինում լուսավորության համակարգ չի ունեցել, այժմ ամբողջ գյուղը լուսավորության համակարգ ունի։ Ծաղկալանջ գյուղի 80%-ը լուսավորության համակարգ չի ունեցել, այժմ ունի։ Այնուհետև մասնակի այն բոլոր գյուղերում, մասնավորապես Արշալույս, Ծաղկալանջ, Աղավնատուն եւ գրեթե բոլոր գյուղերում, որտեղ ըստ անհրաժեշտության ավելացվել են լուսավորության համակարգերը։ Ասֆալտապատման աշխատանքներ։ Արշալույս գյուղի թվով 2 փողոց, Գեղակերտ գյուղի թվով 3 փողոց, Լեռնամերձում 1 փողոց, Մրգաստան գյուղում 1 փողոցի տուֆով սալարկման աշխատանքներ են իրականացվել, Մոնթեավանում 1 փողոց, Այգեշատ գյուղում 3 փողոց, Դողս Աղավնատուն անանցանելի անմխիթար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացնել։ Այժմ ավարտվում են միջին նորոգման աշխատանքները Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Անվերջ, Այգեշատ, Դաշտ, ընդհանուր 13 կիլոմետր ճանապարհ է։ Կապիտալ նորոգվել է M5-ից, M5 միջպետական ճանապարհը հատվածից դեպի Աղավնատուն 7.3 կիլոմետր կենսական նշանակության ճանապարհը, որը 5-6 գյուղական բնակավայրերի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Ընթացքի մեջ է Շահումյան գյուղում M3 միջպետական ճանապարհից դեպի դպրոց գնացող ճանապարհը հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Գարնանը կսկսվեն Արագած գյուղի կենտրոնից դեպի Հուշարձան Ուրակ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այժմ ճանապարհային դեպարտամենտը մի շատ կարևոր մրցույթ է հայտարարել Էջմիածին Շահումյան ճանապարհի հետ կապված, որը երկար սպասված էր M3 միջպետական ճանապարհահատվածի, կարելի է ասել ամենաանմխիթար հատվածը։ Գազաֆիկացման աշխատանքներ։ Ինչպես գիտեք, Լեռնամերձ գյուղի իր հիմնադրման օրվանից գազաֆիկացում չի ունեցել։ Այժմ ավարտվել են գազաֆիկացման աշխատանքները եւ մեր բնակիչները դիմում են գազամատակարարման աշխատանքները դեպի իրենց տնային տնտեսություններ անցկացնելու համար։
Մասնակի իրականացվել են Աղավնատուն, Դաշտ, Արշալույս գյուղերում գազաֆիկացում։ Այս պահին ընթանում են Հայթար գյուղի մի շարք փողոցների գազաֆիկացման աշխատանքներ։ Շուտով կմեկնարկի Ծաղկալանջ գյուղի, այնուհետև Արագած գյուղում մի քանի փողոցների գազաֆիկացման աշխատանքներ եւ դրանք շարունակական կլինեն ըստ անհրաժեշտության հետագա տարիներին։ Մանկապարտեզներ։ Թվով 3 մանկապարտեզ Խոյ համայնքում շահագործման է հանձնվել, թվով 3-ը այժմ նոր կառուցվում է եւ 1 տարվա ընթացքում շահագործման կհանձնվի։ 2 մանկապարտեզ հիմնանորոգվել է Էջմիածին քաղաքում, մեկը ամբողջությամբ է շահագործման հանձնվել, մեկը մասնակի, 1 ամիս հետո ամբողջությամբ շահագործման կհանձնվի եւ ամիսներ առաջ բարերարի կողմից կառուցված Զվարթնոց թաղամասում նոր մանկապարտեզի նախկին մշակույթի տունը մանկապարտեզ վերածելու գործընթացը ավարտվել է, այժմ մոտ 100 երեխա ունի հնարավորություն գնալու եւ նախադպրոցական կրթություն ստանալու։ Դպրոցների մասով մենք Վաղաշապատ խոշորացված համայնքում այս պահին 5 նոր դպրոց է կառուցվում, վերանորոգվում են եւս 5-ը եւ առաջիկա տարիներին դրանք շարունակական են լինելու։ Երիտասարդություն եւ սպորտի ոլորտում մենք Էջմիածին քաղաքում եւ Գեղակերտ գյուղում ստեղծել ենք երիտասարդական կենտրոններ, 6 երիտասարդական կենտրոններ, երիտասարդական տարածքներ, որոնք ամեն տարի պարբերաբար արդիականացվում են թե գույքով, թե միջավայրով եւ ամենակարևորը այնպիսի ծրագրեր են առաջարկում երիտասարդներին, նրանց հնարավորություն տալու, կրթվելու, լրացուցիչ կրթվելու, ինքնակրթվելու, մասնագիտական կողմնորոշման եւ ազատ ժամանցի կազմակերպման եւ մի շարք կրթական մշակութային ծրագրեր իրականացնելու հետ կապված։ Խոյ համայնքի 1 տասնյակից ավել գյուղերում իրականացվել են բացօթյա սպորտ հրապարակների կառուցում եւ դրանք շահագործվում են արդեն։ Մշակույթի հետ կապված մի քանի մշակույթի տներ են հիմնանորոգվել, վերանորոգվել եւ առաջիկայում պլանավորում ենք Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի տունը հիմնանորոգել, որը հնարավորություն կտա լրացուցիչ մշակութային խմբակներ ունենալու եւ մեր քաղաքի եւ մեր համայնքի մշակույթը ել ավելի բարձր նշաձողի սահմանելու հետ կապված։ Եվ այսպես մի շարք աշխատանքներ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի վաղաշապատցիներ, սա պարզապես սովորական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն։ Սա ընտրություններ են եկեղեցու անվան տակ կեղծ քաղաքական օրակարգեր ունեցողների եւ հազարամյա մեր խոնարհված եկեղեցիները վերականգնողների միջև։ Սրանք ընտրություններ են իրենց կառավարման տարիներին այդ ժամանակ մանկապարտեզները անխնաղոտարելու այդ ուժերի եւ այն ուժի, որ այսօր կարճ ժամանակահատվածում հսկայական նախադպրոցական կրթական միջավայր է ստեղծել։ Եվ այսպես շարունակ։ Իմ հորդորը, խնդրանքը եւ պահանջը բոլորի գնալ նոյեմբերի 16-ին մասնակցել տեղական ինքնակառավարման Վաղաշապատի արտահերթ ընտրություններին եւ ձեր ձայնը տալ քաղաքացիական պայմանագրին եւ ձեր ձայնը տալ համար 7 քվեաթերթիկին, որպեսզի մեր հսկայածավալ սկսված աշխատանքները շարունակվեն, իրենց տրամաբանական ավարտին հասցնենք եւ ել ավելի մեծ հավակնոտ եւ շատ կարեւոր աշխատանքներ սկսենք մեր համայնքում։ Ես հավատում եմ, որ մենք միասին ձեռք ձեռքի բռնած սիրով կառուցելու ենք մեր երազանքների համայնքը։ Նոյեմբերի 16 քվեաթերթիկ համար 7, համար 7, համար 7